որևէ փոխհատուցման մեխանիզմ կա, գործում է։ Շնորհակալություն հարցի համար։ Սկսեմ առաջին հարցից։ Ժողովուրդ, հավատացած եղեք, մենք տիրապետում ենք իրավիճակին, այդ նույն ձեր ասած շարմանոցները, վատ վիճակները, ես ինքս տեսնում եմ, ես ինքս զբոսնում եմ, ես ինքս լինում եմ մարզերով եւ երբ այդ ամենը տեսնում եմ, գալիս եմ ասում եմ ինչ ենք անում, երբ անընդհատ մենք գալիս ու հասնում ենք, բախվում ենք նույն խնդրին, ինչը որ դպրոցների հետ կապված, մենք ուղղակի չենք կարող գնանք, ասենք, բարև ձեզ, մենք եկել ենք ստուգման, մենք տեսչական մարմնից ենք եւ իրականացնենք որևէ գործողություն։ Ոչ, իրավական մենք որևէ հիմք չունենք, այսինքն մեր հիմքերը իրանք պետքա լինեն կամ ներառված պլանային ստուգման մեջ, կամ պետքա լինի բողոք, մենք գնանք իրանց մոտ ոչ պլանային ստուգումով, այսինքն մենք ես շատ սիրով ես կուզեի եւ շատ արագ մենք արենք, այսինքն ես ինչ եմ ասում, մենք տիրապետում ենք, գրեթե տենց տարածք չկա, տենց մարզ չկա, որտեղ որ մենք չիմանանք այդ դեպքերի վերաբերյալ, բայց քիչ առաջ էլ որ ես ասացի, մենք ունեցել ենք 101 ասեցում եւ շնորհակալություն էի հայտնում հանրությանը, որ իրանք մեզ օգնում եւ աջակցություն են անում, ժողովուրդը այդ պարագայում այն քաղաքացիները, որոնք որ ահազանգում են ու ասում են ստեղ կա նման խնդիր, դա մեր համար հիմք է արդեն։ Բողոքի հիման վրա մենք կարող ենք մտնենք եւ իրականացնենք այդ ստուգումը եւ այդ կասեցումը անենք։ Բայց կան մարդիկ, որոնք որ տարիներ շարունակ կարող են գնալ այդ նույն շարմանոցից սնվել կամ չսնվել կողքով անցնել եւ անտարբերության մատնել իրենց համար ոնց որ ասած միևնույն է դա առնում, դա ինչ վիճակում է կամ լավ է կամ վատ է։ Մենք ունեցել ենք, այո, այդ նկարները, որ ասում եք տեսնում սարսափում ենք, մենք էլ ենք այդ սարսափը ապրում ու զարմանում ենք, որ երբ որ ինձ ցույց տվեցին մի դեպք հացի արտադրամասի կասեցում, անկեղծ եմ ասում, ժողովուրդ երևի Հայաստանի Հանրապետության տարածքում մենք ունենք անասնաֆերմաներ ավելի լավ վիճակում են, քան այդ հարցի արտադրամասը, բայց տարիներ շարունակ ոչ մի արձագանք չի եղել, կամ որևէ մեկը չի մտել այդտեղ, չի տեսել, կամ ես ուղղակի չեմ հասկանում։ Դրա համար այդ աջակցությունը, այդ ահազանգերը մեր համար մեծ օգնություն է, մեր համար դա բեռ չի։ Մենք ունենք 170 տեսուչ, որոնք որ աշխատում են ֆիզիկապես հողի վրա, մենք պատրաստ ենք, չգիտեմ, ծավալվել 24 ժամյա ռեժիմով աշխատել, այդ հարցին արագ լուծում տալ, բայց մեր ձեռքերը իրապես օրենսդրական կապված ենք։ Մենք գնում ենք այդ հարցի լուծմանը, լսում եմ։ Ես նկատում եմ իր հաջորդ հարցին անցնել է, այսինքն լավ, դուք որպես կառույց ինչու չեք նախատեսել տարիներ առաջ, որպեսզի այդ հարցը բարձրացնեք, այսինքն դուք տեսչական մարմին եք, դուք կոչվում եք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, այսինքն երբ որ դա կարդում եք, մենք հստակ գիտենք, որ դա դուք, այսինքն օրենքը ինչպես է կարգավորում այդ դեպքում, ով է այդ վերահսկողությունը իրականացնում։ Տարիներ առաջ եւս անդրադարձել են այս հարցին, խնդիրը եղել ասենց, երբ որ ստեղծվել է հենց արագ արձագանքման բաժինը, որ ես ասացի, մենք չենք կարող բոլոր տեսուչներին, 170-ին տալ այդ լիազորությունը, որ իրանք որտեղ ուզենան գնան դուրը թակեն, գան ասեն բարև ձեզ, մենք եկել ենք ու հենց այս պահին ուզում ենք ստեղ ստուգում իրականացնել, դա էլ նորմալ չի, այսինքն տնտեսվարողի տեսանկյունից, որ ամեն րոպե կարան գան իրան եւ սկսեն անհանգստացնելը, դա չի հարցը։ Երբ որ ստեղծվել է այդ բաժինը, այդ կարգավորումը ոնց որ մի քիչ ասած թերի է գնացել։ Հիմա մենք անցյալ տարվա ընթացքում արդեն այդ նախագիծը տվել ենք առաջ եւ հույս ունենք, որ այս տարի կընդունվի իրավական տեսանկյունից եւ մենք ունենանք այդ լիազորությունը հստակ քանակի, այսինքն արագ արձագանքման բաժնի տեսուչները կկարողանան իրականացնել ստուգում յուրաքանչյուր ցանկացած կետ, որ իրենք անցնեն կտեսնեն ինչ որ մի բան չի համապատասխանում նորմատիվ իրավիճակին, կասեն բարև ձեզ, մենք եկել ենք կներկայանան եւ կիրականացնեն ստուգումը։ Անցնեմ ձեր մյուս հարցին դաբաղի վերաբերյալ, ժողովուրդ, մենք ասացինք, հաճախ հանդիպող խնդիրները։ Մեր ժողովրդի մոտ կա տենց ինչ որ մի հատ տենդենց, իրանք սկի հիվանդ կենթանի ինչ են ուզում մորթեն, արագ ուզում են տանեն ինչ որ ծախեն մի բան անեն, դուք չեք պատկերացնում, բայց այդ 170 տեսուչները մեր ոչ միայն զբաղված են, այդ ձեր ասած վատ շարմանոցով կամ հացի արտադրամասով, իրանք նաև աշխատում են հենց անասնաբուժության ոլորտում, մենք այդտեղ ունենք մեծ անելիքներ, վերահսկողություն եւ մենք այս ամեն ինչի հետևից գնում ենք։ Դաբաղի հաստատված դեպք մենք ասում ենք, չունենք դաբաղի հաստատված դեպք։
յուրաքանչյուր մարդ էլ, հա, հիվանդանում է, լավանում է, կենթանին էլ նույն ոնց որ ասած օրգանիզմն է, ինքն էլ է հիվանդանում, լավանում։ Մերոնք, մեր ազգը, մեր ժողովուրդը, գյուղացին հենց մի բան լինում է, սկսում է ինքնա բուժության զբաղվել, ինչ որ եսիմինչ անել, առանց միջև դեմը կանխելու հասկանանք, թե ես ինչ հիվանդություն եմ, ասում եմ, լավ, ես կովը ինձի պետք չի, բերեք շուտ վաճառեմ, տանեմ թող կողքի գյուղը հիվանդությունը լինի։ Մենք շատ մեծ գործ ենք արել անցյալ տարի տարածքային կառավարման նախարարության հետ, մարզերի հետ, մենք, չգիտեմ, բոլոր գյուղերում փորձում ենք ստեղծել այդ բարիերները ամեն ինչ անել, որպեսզի հիվանդություն չգնա, չտարածվի, բայց կենթանիները մեր սիրելի ժողովուրդը հանում են, բոլորը այդ հոտերը խառնում են իրար ու տենց այդ վարակը լինում է։ Ինքը նես չի որ դաբաղից ինչ ունենք, անկում չունենք, կոպիտ ասած հաստատված դեպք չունենք, իրանք ասում են, հա դաբաղը հետ եմ ասում, իրանք տենում են ժողովրդական, տենց պապական եկած տարբերակով ասում են հեսա ու անցնում են առաջ։ Բայց կենթանիները պատվաստում են, միգուցե դա այդ պատվաստումից, հա, ոնց որ ասած առաջացած process-ն է, որ պետքա, չգիտեմ, ժամանակ անցնի։ Մենք ես հորդորս խնդրանք սա շնորհակալ եմ էլի սա առիթ էր որպեսզի կլսվեն այդ պատվաստումներից հետո մարդկանց մենք զգուշացնում ենք այդ կաթը մի հանեք վաճառքի մենք գնում ենք ինչ որ միտեղ ապրանք ստուգման մեկ էլ տենում ենք այդ արտադրանքի մեջ արդեն ինչի հետագծելիությունով ռեսուրս ժամանակ նույն շատ մեծ ծավալ է միջև գալիս ենք հասնում ենք այդ վերջակետին ասում եմ վայ դե կենթանից պատվաստել են չգիտեի որ կաթը պետքա չվաճառեն բայց այդ ամեն ինչը իրանց ասում է զգուշացում է որ ժողովուրդ մի արեք վերջը դա սենց ինչ որ մի հատ բան է, հա, կլորողակա, որը որ ցանցի պես պտտվում է։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, առաջին հարցից վերաբերում է վերջերս Nestlé ընկերության կողմից գրանցված հետկանչին, նախարարությունների հետ կապված, ուզում եմ հասկանալ ինչ ընթացք ստացավ այդ գործի, ինչպես է վերահսկվում շուկայում վաճառքը, եւ ակտիվները հենց հայկական շուկայում են եղել, թե ամբողջ աշխարհում, նաեւ հետկանչը ինչպես է կազմակերպվում, օրինակ այն քաղաքացիները, որոնք արդեն գնել են ապրանքը, վերադարձնելու դեպքում փոխհատուցում ստանում են, թե չեն ստանում, եւ երկրորդ հարցս վերաբերում է հավի մսի վաճառքին, օրինակ շատ գրառումներ եմ տեսնում, քաղաքացին ասում է 4 կիլոգրամ